Այսօր մեր ծրագրում կհանդիպեք ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանին։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հերթական նիստի առիթը ակադեմիայի վերջին ընտրություններն էին, ուր 23 գիտության դոկտոր օծվեցին ակադեմիկոսներ։ Իդեպ ակադեմիայի պատմության մեջ առաջին անգամ գիտությունների դոկտորները անմիջապես ընտրվեցին ակադեմիկոսներ։ Պարոն Աբրահամյան, դուք վերջերս ընտրվել եք ակադեմիկոս, ինչ զգացումներ ունեք եւ ինչ նոր պարտավորություններ եք տեսնում։ Առաջին զգացումը, որ ես ունեցել եմ եւ ունեմ, գոհունակության եւ շնորհակալության զգացումն է, եւ դա բնական է։ Այս առիթով ես ուզում եմ նորից իմ խորին շնորհակալություն հայտնել ակադեմիային, ակադեմիայի ղեկավարությանը, բոլոր ակադեմիկոսներին, որոնք բարձր գնահատեցին իմ գիտական վաստակը եւ ինձ դրեցին ակադեմիկոս։ Ըստ որում ինձ իմ գոհունակությունը ունի երկու կողմ։ Նկատի ունեմ նախ բուն փաստը, իմ ընտրվելու փաստը, եւ երկրորդ ընտրության ամբողջ գործընթացը։ Այս վերջինի ես հատուկ կարևորություն եմ տալիս այն պատճառով, որ ընդհանրապես գնահատությունը, լինի աշակերտի գնահատություն, լինի ուսանողի գնահատություն, լինի գիտական աշխատողի գնահատություն, դա շատ կարևոր է։ Պայմանավորված այդ ընտրությամբ եւ գնահատությամբ շատ բան կարող է մեր կյանքում փոխվել դեպի դրականը եւ դեպի բացականը։ Բանն այն է, որ գնահատության մեջ արդեն կա այն պահանջը, որը մենք սպասում ենք ընտրվողներից, անկախ թե որտեղ ենք ընտրում եւ ինչ պաշտոնում ենք ընտրում նրան։ Այդ պատճառով չափանիշը պետք է լինի օբյեկտիվ, գիտության բնագավառում գիտական, որպեսզի ընտրվողները իմանան, որ գիտության մեջ կարևորը գիտականն է եւ ուսանողը իմանա, որ կարևորը ուսումն է, պաշտոնյան իմանա, որ կարևորը այն հատկանիշներն են, որոնք պետք են մեր այսօրվա եւ վաղվա պաշտոնյաների համար։ Գիտության զարգացման համար անշուշտ մենք պետք է մտահոգվենք եւ մտահոգվում ենք, եւ դա կարևոր է։ Կարևոր է 20-րդ դարի վերջում, կարևոր է 21-րդ դարի սկզբում մենք քաղաքակիրթ եւ գիտության ժողովուրդ ենք եղել, մշակույթի ժողովուրդ ենք եղել եւ ենք, եւ առանց գիտության մենք չենք կարող առաջընթաց ապրել ընդհանրապես, ոչ մի բնագավառում։ Այս կապակցությամբ ես կուզեի հիշել մեր վեհապարի ամենան հայոց կաթողիկոս Գարեգին առաջինի այն միտքը, որով նա պահանջում է, որ մենք չպետք է շատ տարվենք գոյատևել բառով։ Նա ասում է, ես չեմ սիրում գոյատևել բառը։ Մենք պետք է ոչ թե գոյատևենք պարզապես, այսինքն մեր գոյությունը պահպանենք, այլ մենք պետք է զարգանանք, մենք պետք է առաջադիմենք, իսկ մեր դարում, 21-րդ դարում, այս առաջիկա դարում, առաջընթացի համար, զարգացման համար անպայման պետք են գիտական նախադրյալներ։ Առանց գիտության ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ չի կարող առաջ գնալ, չի կարող զարգանալ։ Առավել ևս մենք, փոքր ազգը, այն էլ մեր այս աշխարհագրական դիրքում։ Պետք է այնպես լինի, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր գիտական պոտենցիալը, քանի որ զարգացումը նշանակում է եղածի վրա ավելացնել նորը, եւ առաջ գնանք, զարգանանք։ Գիտությունը հենվում է կրթության վրա։ Օրինակ ես այսօր, երբ մտածում եմ, թե ինչպես հասա այս աստիճանի, ես ամենից առաջ հիշում եմ իմ միջնակարգ դպրոցը, իմ համալսարանական կրթությունը։ Դրանք բավական բարձր կրթություն էին։ Ունեցել եմ լավագույն ուսուցիչներ, ժամանակին կար բավական բարձր զարգացած կրթական համակարգ, միջնակարգ դպրոց եւ բարձրագույն դպրոց, մենք պետք է առաջընթացի ժամանակ անպայման պահենք այն ամբողջ դրականը, որ ունեցել ենք, որպեսզի մենք ունենանք գիտական առաջընթաց, պետք է նկատի ունենք, որ միջնակարգ կրթությունը, բարձրագույն կրթությունը եւ գիտությունը տվյալ դեպքում ակադեմիան մի երաստիճան համակարգ է հանդիսանում։ Եվ թե հաջորդ դարում, առաջիկա տասնամյակներում ինչպիսին կլինի գիտական համակարգը, ինչպիսին կլինի գիտությունը իր զարգացման մակարդակով, դա կախված է այսօրվա եւ վաղվա դպրոցից։ Ուրեմն մեր առաջին մտահոգությունը պետք է լինի անպայման հոգ տանել դպրոցի նկատմամբ։ Մինչդեռ, ինչպես երևում է, վերջին շրջանում դպրոցի հարցում կատարվում են որոշ այնպիսի փոփոխություններ, որոնք չեն բխում դպրոցի շահերից, որոնք վնասում են դպրոցին։ Սերգեյ Գյանջումի Աբրահամյան ծնվել է 1936 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղում, բարձրագույնը Երևանի պետական համալսարանում։ Բանասիրական գիտությունների դոկտոր է 1966 թվականից, պրոֆեսոր 1970-ից։ 1950 թվականից Հրաչյա Աճարյանի անվան լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժնի վարիչն է, հետազոտական խմբի ղեկավար։
Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների, այդ թվում դպրոցական ու բուհական դասագրքերի ու ձեռնարկների։ Հանրապետության միջնակարգ դպրոցներում հայոց լեզվի այժմ գործող դասագրքերը ստեղծվել են նրա գիտական ղեկավարության ու մշակած սկզբունքներով։ Գիտական գործունեությանը զուգահեռ կատարել ու կատարում է նաև դասախոսական աշխատանք հանրապետության տարբեր բուհերում։ Պատրաստել է գիտության 14 թեկնածու, որոնցից 3-ը արդեն դոկտոր են։ Իսկ որտեղից հայցայել այն միջոցները, որոնք պետք են գիտաշխատողին գիտության զարգացմանը ընդհանրապես։ Իհարկե այսօրվա իշխանությունները կանգնած են բավական բարդ դժվարին վիճակի առջև։ Համեն դեպս ես կարծում եմ, որ ազգի, ժողովրդի, երկրի առաջընթացի համար գիտությունը պետք է դիտել որպես խիստ անհրաժեշտ պայման։ Առանց դրան առաջընթաց մենք չենք կարող ապրել։ Վերջին շրջանում ես սկսել եմ աշխատել 2 զուգահեռ ընթացող հետազոտությունների վրա։ Երկուսն էլ թեև վերաբերում են ժամանակակից հայերին ուղղակիորեն, բայց կարող են հետարշական լինել ընդհանուր լեզվաբանական առումով եւ կարելի է օգտագործել դրանց արդյունքները նաեւ այլ լեզուների ուսումնասիրության բնագավառում։ Առաջինը վերաբերում է լեզվի բաղկացուցիչ մասերի փոխհարաբերությանը։ Սովորաբար մենք լեզուն քննում ենք որպես կարծեք թե զուգահեռ գործող, գոյություն ունեցող բաղկացուցիչ մասերի մի ամբողջություն, բայց իրականում այդ զուգահեռ գոյություն ունեցող բաղկացուցիչ մասերը գտնվում են ներթափանցված վիճակում միմյանց մեջ, սերտ փոխհարաբերության մեջ եւ այդ փոխհարաբերությունը դժբախտաբար մինչեւ այժմ շատ թռուցիկ է ուսումնասիրվել եւ այդ խնդրը կարիք ունի հանգամանալից հետազոտության։ Մյուս հարցը, որով ես զբաղվում եմ, դա վերաբերում է լեզուների զարգացման ներքին օրինաչափությանը։ Իմ կարծիքով ես հայտնաբերել եմ մի քիչ գուցե անհամեստ չի այս արտահայտությունը, հայտնաբերել եմ մի օրինաչափություն, որով հնարավոր է բացահայտել զարգացման մի շարք կողմեր, որոնք մինչև այժմ բացատրում էին այլ կերպ։ Առաջիկա 1-2 տարում այս վերջին աշխատանքը հանդես կգա մոտավորապես մի 10 մամուլանոց մենագրության սահմաններում։ Ես պիտի ասեմ, որ իմ աշխատությունների մեջ, ընդհանրապես իմ գիտական աշխատանքի մեջ դպրոցը գրավել է բավական մեծ ծավալ, դպրոցական գործը։ Այդ է պատճառը, որ իմ գրքերի մեջ դուք եթե նայեք կնկատեք դասագրքեր դպրոցի համար, ձեռնարկներ դպրոցի համար, ձեռնարկներ ուսուցիչների համար, ես կարծում եմ, որ մեր մայրենի լեզվի ուսուցումը դպրոցում եւ բուհում պետք է անպայման հատուկ ուշադրության արժանանա մասնագետների կողմից։ Քանի որ ձեզ հետաքրքրում է իմ գիտական գործունեությունը, իմ գիտական վաստակը, ես ավելորդ չեմ համարում ասել հետեւյալը։ Ընդհանրապես գիտական վաստակը բնականաբար ամենից առաջ արտահայտվում է գրքերով, գրքերի ձևով, բայց գրքերից բացի եւ գրքերից զատ կա աշխատանքի մի բնագավառ, որը այսպես գրքերի ձևով չի դրսևորվում եւ հանդես է գալիս այլ եղանակներով։ Իմ գործունեության մեջ ես հատուկ տեղ եմ հատկացնում մեր լեզվի անցյալի եւ ներկա վիճակի կանոնարկմանը եւ այս հարցը լեզվի զարգացման հետևելը, լեզվի կանոնարկումը իմ գործունեության մեջ դրսևորվել է 3 ուղիներով, 3 կերպ։ Դա կարելի է համարել այսպես. նախ տեսական սկզբունքային դրույթների մշակում, ասենք այսպես, այս տարբեր ժողովածուներում սկզբունքային հոդվածներ կան, որոնք վերաբերում են մեր լեզվի կանոնարկմանը։ 60-ական թվականներից ես մասնակցում եմ կառավարության առընթեր անցյալում տերնական կոմիտեին, այժմ լեզվի դերչության սահմաններում գործող հայոց լեզվի բարձրագույն խորհրդին, որտեղ բարբերաբար մենք հավաքում ենք եւ քննարկում ենք տարբեր հարցեր, ներկայացնում եմ ես, ասենք, նախագծեր, որոնք քննարկվում են եւ դառնում են որոշումներ, որոնցով ղեկավարվում են այդ որոշումների մի մասը տեղ է գտել իմ դպրոցական դասագրքերում կանոնների ձևով, որոնք նպատակ ունեն կայունացնել մեր լեզվի ներկա վիճակը, նորմանները, որպեսզի լինի միասնական մոտեցում բոլորի կողմից, աշակերտների կողմից, ուսուցչի կողմից, մտավորականության կողմից մեր լեզվի իրական վիճակի նկատմամբ։ Այնուհետև լրագրողում հաճախ ենք հանդես գալիս այնպիսի հոդվածներով, որոնք նպատակ ունեն պահպանել մեր լեզվի նվաճումները եւ չխաթարել նրա էությունը, մինչդեռ մեր մամուլում երբեմն լինում են այնպիսի երևույթներ, որոնք վնասում են մեր լեզվին, փոխանակարար ստանալու այն։ Առաջիկայում մեր լեզվաբանությունը
պետք է իմ կարծիքով զարգանա երկու ուղղությամբ։ Եվ տեսական հետազոտությունների ուղղությամբ, եւ հատկապես մենք հատուկ կարևորություն պետք է տանք լեզվի հետազոտման գործնական հարցերին։ Լեզվական նվաճումների պահպանմանը, նրանց կատարելագործմանը, խոսքս վերաբերում է թե ուղղագրությանը, թե կանոնարկմանը, քերականական ձևերի, բառապաշարի, տերմինաշինության, այլապես ստացվում է այնպես, որ մենք պայքարեցինք ռուսակաբանության դեմ, օտար լեզուներից կատարված անհարկի փոխարինությունները վտարվեցին մեր լեզվից ճիշտ կերպով, բայց այժմ այսօր վիճակում մենք թուրք ենք տալիս Ամերիկա մեծությանը։ Օտար այնպիսի բառեր են տեղ գտնում մեր ցուցանակների վրա, մեր մամուլի էջերում, մեր գովազդներում, որոնք հայերից մի փոքր մասը կարող է հասկանալ կամ չհասկանալ։ Ինձ թվում է, թե այս արևմտամետությունը, որը որքան տեխնիկայի բնագավառում, այլ բնագավառներում, գուցե գիտության որոշ ճյուղերում պետք է անհրաժեշտ է, բայց մշակութային հարցերում, մեր ազգային մշակույթի զարգացման հարցում պատիվ չբերում մեզ եւ կարող է միայն վնաս պատճառել։ Այնպես որ մենք պետք է գիտական առումով, ազգային առումով, քաղաքացիական առումով լինենք մեր դիրքերում, պահպանենք մեր լեզվի հեղինակությունը, մեր ազգի հեղինակությունը, որպեսզի փառքով մտնենք 21-րդ դար։